Ամեն անգամ լավաշը ձեռքում պտտեցնելիս օրհնում է հացը եւ արդար վաստակը։ Գեղարքունիքի մարզում ապրող Լիանայի աշխատանքային օրը փռում չի ավարտվում։ Տանը նրան սպասում են պտղատու այգին եւ տնային գործերը։ Համոզված է, օրը ճիշտ պլանավորելու դեպքում հնարավոր է ամեն ինչ հասցնել։ Մենք աշխատում ենք լավաշի փուռում, մեր ավանդական լավաշն ենք փխում, աշխատում ենք նաեւ մեր տան գործերով, այգի, հողամասում, պտղատու ծառեր, սիրում ենք մենք մեր աշխատանքը։ Կանանց միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված քննարկմանը ոլորտի ներկայացուցիչները կարևորում են ընտանիքամետ եւ գենդերային քաղաքականության իրականացումը։ Կարևոր է մի պահ կանգ առնել, գնահատել, վերլուծել, թե ինչ նշանակալի դեր ունեն կանայք, ինչ առաջընթաց են գրանցել եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկել նրանց ավելի հզորացնելու համար։ Այս ցուցահանդեսը եւս մեկ ապացույց է, որ կնոջ օրը չի ավարտվում միայն աշխատավայրում։ Նրանք վերադառնում են տուն եւ անցնում մեկ այլ աշխատանքի՝ տնային պարտականությունների կատարմանը։ Եվ շատ հաճախ կանայք դժվարանում են համատեղել ընտանիքն ու կարիերան։ Չվարձատրվող աշխատանքով մենք ազգային փոխանցումային հաշիվների ուսումնասիրություն ենք արել, որը 2022 տվյալների հիման վրա ցույց է տալիս, թե որքան են սպառում տղամարդիկ եւ կանայք եւ որքան եկամուտ են գեներացնում։ Եթե համեմատենք, սպառման տեսանկյունից թվերը գրեթե միանման են, բայց օրինակ եկամուտի գեներացման տեսանկյունից տղամարդիկ ավելի շատ են գեներացնում, քան սպառում են, իսկ կանայք ավելի քիչ եկամուտ են գեներացնում, ավելի շատ սպառում են։ Ըստ վիճակագրության տղամարդկանց ներգրավվածությունը աշխատաշուկայում կազմում է 74%, կանանցը 53%։ Երկրորդ ցուցանիշն էլ կա տղամարդկանց եւ կանանց աշխատաշուկայում եկամուտի պիկի առումով։ Տղամարդկանց մոտը եկամուտի պիկը գալիս է 39-ից 40 տարեկանում, իսկ կանանց մոտ 46-ից 47 տարեկանում։ Այստեղ էլ է տարբերությունը երևում, կանայք շատ երկար ժամանակ ծախսում են հենց խնամքի վրա եւ հետեւաբար կարիերայի պիկին եւ նաեւ եկամուտ գեներացնելու պիկին ավելի ուշ են հասնում։ Սա նշանակում է, որ նրանք ավելի կարճ ժամանակ ունեն մինչև կենսաթոշակային տարիքը այս պիկում տնտեսական եկամուտ գեներացնելու առումով, քան տղամարդիկ։ Պետական քաղաքականությունը ներառում է կանանց աջակցության մի շարք ծրագրեր, խթանելու նրանց զբաղվածությունը, մեծացնելու տնտեսական ակտիվությունը եւ բարելավելու կյանքի որակը։ Կարծում եմ, որ քաղաքականությունների տեսանկյունից մենք բավարար չափով նկարագրել ենք թե մեր միջազգային ստանդարտ պարտավորությունների շրջանակներում, թե ներպետական օրենսդրության տրամաբանությամբ շատ տարական թվացial կապ չունեցող օրինակներին հեռավար աշխատանքի սահմանումը, կանանց համար որոշակի մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կանանց համար կամ այն կանայք, ովքեր վերադարձել են աշխատանքի այդուհանդերձ մի քիչ ավելի երկար ընդմիջումների կիրառումը։ Հա, այս ամենը երբ համադրում ես, տեսնում ես, որ արդեն ծառայությունների համապարփակ ընդլայնումը կբերի այն ամենին, ինչը որ պետք է որ տարբեր կառավարություններ կյանքի կոչեն, լինելով ծերացող հասարակություն։ Մասնագետների համոզմամբ նման նախաձեռնությունները կարող են նպաստել կանանց հոգսերի թեթևացմանը, այսպես կոչված կրկնակի հերթափոխի բացառմանը, նաև աշխատաշուկայում հավասար հնարավորությունների ստեղծմանը։ Արև Ոսկանյան, Էդգար Դավթյան, լուրեր։